դեռ փոքրուց նկարում էի, մայրիկս նկարչուհի է, ինձ թվում է գեները հենց այդտեղից սկսվել են, փոքր հասակից նկարեցի ու եկավ հասավ մի պահ, արդեն երբ որ պետք է մասնագիտություն ընտրեին կոնկրետ, երկու մասնագիտության արանքում էի տատավում, կամ կենսաբանություն, կամ նկարչություն։ Ու մոտ քննություններից մեկ ամիս առաջ ես որոշեցի, որ պետք է դառնամ նկարչուհի։ Այդպես դարձա նկարչուհի, ընդունվեցի Փանոս Թերնեմեզյանի անվան պետական քոլեջը, այնուհետև Գեղարվեստի ակադեմիա։ Սկզբնական շրջանում շատ էի սիրում նկարել գյուղական տներ, նրանք ինձ համար կյանքի աղբյուր էին հանդիսանում, տեսնելով նրանց, ու հիմնականում ես նկարում եմ կիսավեր տներ, որովհետև նրանց մեջ կյանքը ավելի շատ է, քան հիմա նորակառույց այդ տներում։ Ու տները նկարելուց շփվում էի նաև մարդկանց հետ, ծանոթանում նրանց հետ, ու ամեն տուն նման էր իր տիրոջը։ Այդպես ես սկսեցի տներով սկսել ու հիմա արդեն ստեղծագործական աշխատանքներ եմ կատարում, փորձում եմ նկարել մարդկանց էմոցիաները, վերածելով նրանց բնության և թռչունների, բույսերի այդ հանդերձանքով։ Սկզբնական շրջանում բարդ էի, քանի որ դու հայտնի չես, ճանաչելիություն չունես, դա էլ գալիս է նրանից, որ դեռ ուսանող ես ու նոր ես մտնում այդ աշխարհ։ Աշխատանքների ընթացքում քիչ-քիչ արդեն քո ձայնը հասանելի է դարձնում մարդկությանը։ Ու ընթացքում ինձ թվում է ամեն բան լավ կլինի։ Քանի որ մենք շփվում ենք անդադ մարդկանց հետ շփվելուց անդադ ունենում ենք տարբեր էմոցիաներ, հույսեր, զգացմունքներ, ու դրանց հիման վրա ստեղծվում է իմ աշխատանքը։ Կարող է իմ կյանքում հայտնվել մի մարդ, ում հանդեպ ես սեր տածեմ կամ ատելություն, ինչ-որ մի երևույթ, ու դրա հիման վրա արդեն ինձ մոտ գաղափար է գալիս, թե ես ոնց իրան վերարտադրեմ կտավի վրա։ Այդպես ստեղծվել են իմ այս աշխատանքները։ Այս նկարները մի պահ շարքից են, ինչի հենց մի պահ, ինչ են այս աչքերն ու թռչունները պատկերված։ Սկսենք նրանից, այստեղ ունենք մենք փոքր երևացող սարդ։ Սարդը դա այն է, որ սարդոստային այդ գաղափարն է գալիս, կպչուն մտքեր, բաց շրջապատ, այդ ամենը մեզ գրանում է դեպի բացասական դաշտ։ Ու մենք միշտ փորձում ենք երկու մասին մարդիկ բաժանում, այն մարդիկ, ովքեր մնում են այդ նույն դաշտում, բացասական դաշտում, և նրանք, ովքեր ձգտում են առաջ գնալ։ Ես իմ գործով հորդորում եմ մարդկանց, որ նրանք առաջ գնան։ Թռչունը ինձ համար լույսի աղբյուրն է հանդիսանում, նա թեկուզ դժվարությամբ տաղապերով, բայց առաջ է գնում, փորձում է հաղթահարել այդ բարդությունները, ու ինչքան էլ ինքը հաղթահարում է, գնում է դեպի լույս, միևնույն է, այդ մարդկանց շփումը, հարաբերությունը միշտ մնում է մեզ հետ։ Դրա համար ստեղծվել է հենց այս աշխատանքը։ Սա նույնպես այդ շարքից է, ու նույնպես թռչունը փորձում է ինքը դուրս գալ այդ կպչուն մտքերից, բաց շրջապատից, բացասական երևույթներից մենք անդադ փորձում ենք դուրս գալ, քանի որ եթե մենք մնանք նույն տեղում, դա դեգրադացիա կապրենք։ Այդ պատճառով միշտ լավատես պետք է լինենք, ձգտենք դեպի կատարյալին ու դրա համար գտնենք լույսը, դեպի աստվածայինը։ Այստեղ պատկերել եմ գյուղատնակներ, հիմնականում վերցրել եմ նրանց դսեղի տնակներն են։ Ինչի հենց այսպիսի տնակներ իրար ավելի մոտիկ քիչ վիճակներում, որովհետև այն ժամանակ մարդիկ ավելի ջերմ են եղել, իրար տուն գնալ գալը ավելի շատ է եղել, քան թե հիմա մենք ամեն մեկը սահմանափակում ենք մեր հեռախոսի մեջ, մեր տարածքում և ավել չենք տեսնում ոչ մի բան, այդ շփումն է եղել այդ ժամանակ, ու այստեղ ունենք նաև անիվ, անիվը ինձ համար կյանքի խորհրդանիշն է, կյանքի անիվ, այսպես ասած, ու ինչքան էլ կյանքի անիվը պտտվում է ժամանակին ընդառաջ, ինչքան էլ մենք առաջ ենք գնում, միևնույն է պետք է հիշենք, թե մենք որտեղից ենք եկել, մեր արմատները որտեղից են, որովհետև ջերմությունը, սերը հենց այստեղից է ծնվել։ Ծնվել է, հասել ենք մենք այս մակարդակին ու նոր ենք մենք առաջ գնացել։ Դրա համար ինչքան էլ մենք առաջ գնանք, ուր էլ որ հասնենք, ինչ բարձունքի էլ հասնենք, պետք է հիշենք, թե մենք որտեղից ենք, մեր արմատը որտեղից է։ Այս նկարը դրա համար ինձ համար ինքը խորհրդանշական նկար է, դեպի իմ արմատներին է ինձ միացնում։